Կարևոր օրենքի նախագիծ ենք քննարկում եւ կարծում եմ, որ եղան եւ էմոցիոնալ ելույթներ, ընդամենը կուզենամ նշել, որ դեռ առաջին տեսման ռեժիմում ես որևէ ելույթ չունեցա, այնպես չէր, որ խոսք չունեի ասելու։ Ուղղակի մտածեցի, որ այս լավ նախաձեռնությունը մեկ անգամ եւս խորապես ուսումնասիրեմ եւ եթե կարող եմ իմ առաջարկներով ավելի բարելավեմ այս կարևոր նախագիծը, որը իմ պատկերացումներով ուղղված է մի կարևոր մտքի։ Իսկ դու խոսելուց զատ ինչ ես արել քո բանակի համար։ Կոնա մենք գիտենանք, որ բոլորս Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազգովի ինչ որ մի բան անելու ենք մեր բանակի համար։ Եվ ես արդեն իսկ ասեցի, որ այս նախագիծը իր տրամաբանության մեջ եւ բարոյական եւ սոցիալական եւ մարդկային եւ բոլոր ուղղություններով արտարացված քայլ է։ Ես չեմ ուզում այստեղ ոչ բարոյախրատական, ոչ ռազմահայրենասիրական, ոչ ռազմագիտության, ոչ աշխարհագրության, չգիտեմ, դասեր տալ։ Եվ գիտեք ինչ, բոլորի կարծիքը հաշկում եմ, բոլոր մեր գործընկերների։ Չպետք է որևէ մեկ իր դիրքորոշման մեջ ցույց տա, որ ինքը առավել հայրենասեր է եւ ես միանում եմ այդ կոչերին, իսկ մյուս մեր գործընկերները այս տալիճից դուրս գալուց, իրենց դիրքորոշումը շիտակ հանձնելուց թվա թե իրենք հայրենասերներ չեն։ Ես ընդամենը հորդորում եմ բոլորիս, հիշելով, գիտեք, հանրահայտ ֆիլմը, երբ ասում է հնձածդ խոտ չի, այսինքն ինչ ենք անում այսօրվա դրությամբ։ Եթե մենք գնում ենք մեր զոհված եւ հաշմանդամ դարձած մեր զինծառայողներին, ազգային տուրք ստեղծելու խաղապարախոսությանը, որ կարողանանք այդ ընտանիքներին եւ իրենց որոշակիորեն մենք փոխհատուցենք այս հիմնադրամի միջոցների կողմից։ Սա կարծում եմ որևէ մեկից պատիվ չի բերում, որ դարձնենք դժվժիկի պատմությունը։ Չպետք է, հակառակը պետք է անենք։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեր բանակը բացառապես մեր ժողովրդի, մեր ազգի, մեր պետության միմիայն կողմից պաշտպանված եւ ապահովված զգա։ Գիտեք, իսկ ինչ վերաբերում է, չգիտեմ, օգնելուն, բարեգործություն անելուն, առիթներ ասել եմ, որ այսօրվա դրությամբ հենց բարի գործը դա նա է, երբ անում ես քո խղճի համար, երբ որևէ մեկին չես ցուցադրում, եւ դա գիտես դու եւ գիտի Աստված, որ դու արиш բարի գործ։ Հիմա ամեն ինչ փորձում ենք իրար խառնել, չենք մտածում, որ շատ հաճախ այն սահմանադրությունը, որ ոտնահարվում է ցանկացած սահմանադրական իրավունք, նորմ, բազմիցս օրինակներ բերել եմ, հիմա կբերեմ։ Այդ կուտակային կենսաթոշակները պարտադիր, որ հազարավոր անգամ ավելի շատ գումարներ հավաքվեցին, եւ չգիտես ինչ է լինում։ Այս վերջերս կարծեմ ամիսներ առաջ պետեկամուտների կոմիտեն ներկայացրեց նախագիծ, որ հնարավորություն տանք, որպեսզի կարողանա կառավարելի դարձնել այդ գումարներն ինչի վրա են ծախսվում։ Արդյոք այդ գումարները, որ աշխատավարձի հետ մեկտեղ պահում են, որոշ ձեռնարկություններ ժամանակին փոխանցվում է համապատասխան հիմնադրամին եւ այլն եւ այլն։ Փոխանակ սա խոսենք եւ ասենք, ես կամ խոսենք այս գիտեք այն հալանը, որ այսօրվա դրությամբ մարդիկ կրակն են ինգե։ Հələ համեմատեք այդ 1000 դրամի հետ, թե ինչ է տեղի ունենում են արագաչափեր, տեսանկարահանող սարքեր, կարմիր գծեր, որ մի վեդրո ներք են գցում, ասում են ներ դրում կատարինք եւ քանի միլիարդներ է գնում ամսեգան դրա համար։ Եվ սա երբ համեմատում ես, պետք է ակնհայտ մի եզրահանգման կաս, որ իրոք այս նախաձեռնությունը շատ կարևոր է եւ կարծում եմ, որ մենք պետք է փորձենք, եթե կան կասկածներ, այլ բան է, ավելի վերահսկողության էլեմենտներ ներդնենք, ավելի վերահսկենք, որովհետեւ մեր իրականության մեջ կան դեռ մարդիկ, ովքեր չեն մտածում, որ կա առու ժողովրդական լեզվով ասած, որ չպետք է ջուր խմես այդ առվից։ Բերեք պատժենք, ամեն ինչ անենք, բայց կապել նախագծի հետ եւ փորձել, գիտեք, չգիտեմ, ընդամենը մեկ համեմատություն եւս ուզում եմ բերել, բոլորիս քաչ գիտենք, որ աղոթքն ու անեծքը տարբեր բաներ են։ Ասում եմ մադաղն ու խաշլաման տարբեր բաներ են։ Իրենց բովանդակության մեջ
Եվ այսօրվա դրությամբ ամեն ինչ չպետք է իրար խառնել, ամեն գաղափար։ Այո, հստակ պետք է կանգնենք եւ ասենք, պատիվ չի բերում գիտեք որը, որ մարդիկ գնում կյանք են տնում մեր երկրի համար։ Եվ իրենց ընտանիքները ապրում են 21-րդ դարում անասնագոմերում։ Եվ մի փոքր բան է, որ անում են, այդ միլիարդատերերը, որ թալանել են նույն այս ժողովրդին, դժվեժիկի պատմությունն են սարքում ու ցուցադրում են, որը դիտում են նաև մեր թշնամիները, եւ հանում, չգիտես են, կլոուն ասես, ինչ ասես, հետները տրենգի են պարացնում այս ժողովրդին։ Այդ ապադիվ չի բերում։ Այդ պատիվ չի բերում, որ մեծ խոսում են, իսկ իրենց հայրենագից կանայք Թուրքիաներում չգիտես ինչով են զբաղվում։ Սկսած մարմնավաճառությունից։ Այդ պատիվ չի բերում, որ այսօրվա դրությամբ թշվառության մեջ գտնվող մարդիկ, գիտեք, այն որ ասում է ոչ միայն ողորմություն են խնդրում, այսինքն մի փոքր օգնության համար փորձում են իրենց արժանապատվությունը ամեն ինչը մի կողմ դնել։ Այս հրա մասին է պետք մտածել։ Եվ ես կարծում եմ, որ այո, այսօր միանում են բոլոր այն հորդորներին, բոլոր այն առաջարկներին, որ մենք պետք է կարողանանք լրացուցիչ միջոցներ ստեղծել, եւ պարոն նախարար, ես կարևորում եմ ձեր մոտեցումը, որ այո, մենք պետք է հավասար մոտեցում ցուցաբերենք, որովհետեւ կարողանանք հասնել նրան, չնայած օրենքով տարբերակված է մոտեցումը սպաներին եւ շարքային զինծառայողների նկատմամբ, օրենքով տարբերակված է մոտեցումը սոցիալական աջակցության եւ ժամկետային զինծառայողներին եւ պայմանագրային զինծառայողների համար, այ գտնենք միջոցներ, փորձենք մենք այսօրվա դրությամբ ամեն ինչ անել, որ կարողանանք օրենքով ամրագրված ոչ թե մեջ բերենք սահմանադրությունը դարձել է վեսնոց կատանկա, ով ինչպես ուզենում ծեռում է, սահմանադրությունն ով ինչպես ուզենում մեկնաբանում է, այլ կարողանանք իրապես գտնենք լուծումներ, որպեսզի հարագից մոտեցում ցուցաբերենք եւ համարժեք մոտեցում։ Շնորհակալություն։